Ուրեմն մենք նախ եւ առաջ ուզեցել ենք հասկանալ, թե Ադրբեջանի հետ, այսպես ասած, խաղաղության պայմանագրի կնքելու դիմաց Հայաստանի որ զիջումներն են ընդունելի կամ անընդունելի հայ հասարակության շրջանում։ Եվ հերթով, նույնիսկ երբեմն սցենարային առաջարկել են եւ հարցողները պատասխանել են, ինչքանով են իրենք համարում դա ընդունելի եւ անընդունելի։ Անկլավների փոխանակում Ադրբեջանի հետ որքանով է ընդունելի կամ անընդունելի խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց։ 81.2%-ը համարել է անընդունելի, 14%-ը համարել է ընդունելի։ Ընդ որում, այստեղ, երբ որ մարդիկ հարցրել են, մենք մասնավորեցրել ենք, որ այո, Տավուշի անկլավները եւ Տիգրանաշեն հանձնեք Ադրբեջանին, ստանանք Արցախը, այսինքն, այսպես ասած, սա հայտնի նարատիվ է, դիսկուրսում արկա պնդում է եւ այդ պնդումներ փորձել ենք չափել։ Այսպիսով 81%-ը դեմ է անընդունելի է համարում անկլավների փոխանակում Ադրբեջանի հետ։ Հաջորդը Սյունիքով անցնող միջանցքի մասին տարիներ շարունակ դիսկուրս կա, ու այստեղ մատնանշել ենք հենց Հայաստանի կողմից չվերահսկվող տարածքը, այսինքն որևէ այլ երկրի կամ երրորդ երկրի կամ ուժի կողմից վերահսկվող Սյունիքով անցնող միջանցքին անընդունելի են համարել 96.2%-ը, ընդունելի ընդամենը 3.6%-ը։ Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում Ադրբեջանի խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց ընդունելի են համարել 96.1%-ը, անընդունելի 3.8%-ը։ Հայաստանի կողմից ֆինանսական փոխհատուցում 96.1%-ը համարել են անընդունելի, 3.8%-ը համարել են ընդունելի։ Հայաստանի կողմից ֆինանսական փոխհատուցումների վճարում Ադրբեջանին վերջին օրերին վստահ եմ դրա մասին լսել եք, նույնիսկ թիվը շրջանառվում 96.8%-ը, շուրջ 97%-ը համարել է անընդունելի, իսկ 2.6%-ը ընդունելի։ Հայկան բանակի թվի եւ զենքի սահմանափակումը 89%-ը համարել է անընդունելի, խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց, շուրջ 10%-ը համարել է ընդունելի։ Եվ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների կատարումը Ադրբեջանի պահանջով անընդունելի է համարել 97.5%-ը եւ ընդունելի է համարել 2.1%-ը։ Այստեղ ուզում եմ ինձ համար որպես հայ մարդ եւ որպես հայ սոցիոլոգ զարմանք արտահայտել, որ հայկան բանակի թվի եւ զենքի սահմանափակումը ամեն դեպքում 10%-ի համար ընդունելի են, սակայն պետք է սա հասկանալ, որ վերջին ժամանակահատվածում խաղաղության դիսկուրս, խաղաղության մասին քննարկումները շատ մարդիկ հավատով են վերաբերվում, որ հնարավոր է առանց զինված ուժերի կամ սահմանափակ քանակով զինված ուժերով եւ սահմանափակ քանակով զենքերով, զինտեխնիկայով հնարավոր է հասնել խաղաղության, ինչը ցույց է, որ տվյալ պահում Հայաստանի կառավարության տեղեկատվական, քարոզչական որոշակի ջանքերը արդյունք են հասել եւ ստացվել է, որ շուրջ 10%-ը ընդունելի է համարել այս գործոնը, այս զիջումը եւ մյուս զիջումը, որը այսպես նշանակալի պատկեր ունի, դա անկլավների փոխանակումն է, ինչը ինչ որ առումով կարելի է տրամաբանական համարել, որովհետեւ փոխանակումը ընկալվում է որպես մի բան դա փոխզիջման համատեքստում ընկալվում, մյուս բոլոր թվերը դրանք չափազանց փոքր են եւ այսպես ասած վիճակագրորեն ոչ այնքան նշանակալի։